Քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ նրանց նկատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջով այսօր հիմնադիր խորհրդարանի անդամները նամակներ հանձնեցին Հայաստանում գործող դեսպանատներին եւ միջազգային կազմակերպություններին։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները տեղյակ են երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ պարտավոր են ահազանգ հնչեցնել այն անօրինականությունների դեմ, որոնք կատարվում են գործող իշխանությունների կողմից, լրագրողների զրույցում նշեց Վարդան Հակոբյանը։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչը համոզված է, որ միայն հասարակության եւ միջազգային կառույցների ճնշումների ներքո ազատ արձակվեց 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու կալանավորված հիմնադիր խորհրդարանի մյուս անդամները։ Իսկ ինչն է ամենաճճացող փաստը, որ վերականգնում է կոմունիստական ստալինյան բռնապետությանը բնորոշ գործելամեթոդներ, իրականություն, որի արդյունքում մենք ունենում ենք այլախոհների մի ամբողջ բանակ, որոնք հայտնվում են բանտում։ Այսինքն ճիշտ է, հիմնադիր խորհրդարանի անդամները ազատվեցին բանտից, կալանքից, բայց դեռ կարճված չի իրենց նկատմամբ հալուսված գործը։ Ու չնայած իրենց համագիրներն ազատ են արձակվել, սակայն ըստ Վարդան Հակոբյանի դեռևս 12 քաղբանտարկյալ կա Հայաստանում։ Խոսքը ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ Հայկ Գյուրեխյանի եւ ազատամարտիկ Վոլոդիա Ավետիսյանի մասին է։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների գնահատմամբ միջազգային կառույցները պարտավոր են իրենց գնահատականները տալ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հատկապես այն պարագայում, որ նրանք ֆինանսական աջակցություններ են տրամադրում մեր երկրի իշխանություններին այս կամ այն ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով եւ հետեւաբար չպետք է չեզոք դիրքում մնան։ Հայաստանը այսօր ղեկավարող այս ռեժիմը իրավունք չունի հավասարի նստի ժողովրդական այն երկրների հետ միասին նույն սեղանի շուրջ, քանի դեռ ինքը չի լուծել այս խնդիրները իր երկրում առավել եւս։ Իրավունք չունենք թույլ տալու վերականգնել ստալինյան ավանդույթները եւ պարզապես մարդկանց քաղաքական հայացքների համար նրանց փակել բանտերում։ Հիմնադիր խորհրդարանի անդամները եղան Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատներում, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում եւ Եվրոպական միության տեղի կառույցում։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ չնայած միջազգային կազմակերպությունները եւ մեր երկրում հավատարմագրված դեսպանները շատ հաճախ չեն բարձրաձայնում այն խնդիրների մասին, որոնք առկա են, սակայն դա չի նշանակում, որ նրանք դրանցից տեղյակ չեն։ Բացի այդ, ըստ Սարուխանյանի, Սերժ Սարգսյանը պարտավորություններ ունի նույն այդ կառույցների նկատմամբ։ Անպայման պետք է իրանց տեղյակ պահվի, որ ձեր պարտները, Հայաստանը, անձինս Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանը ի վիճակի չի երկրում նման եւ դա որոշակի կուլուարներում ճնշումների առարկա դառնում է եւ մենք դրա պարզ ուրեմն բանը ունենք օրինակը այս մեր հիմնադիր խորհրդարանի ակտիվիստներին ազատ արձակելու գործում։ Հիմնադիր խորհրդարանի անդամները նաև նշեցին, որ իրենց իրազեկման ակցիաները կրելու են շարունակական բնույթ, հավելելով, որ չնայած իրենց գործողություններում մարտավարական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն նպատակները մնացել են նույնը՝ գործող իշխանությունը նրանց խոսքով օր առաջ պետք է հեռանա։